Մերձավոր Արևելքը միշտ եղել է աշխարհաքաղաքական լարվածության կիզակետում, որտեղ տարածաշրջանային ուժերը, միջազգային դերը և ուժային հավասարակշռությունը իրար են խառնվում։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է Իրանը, որտեղ վերջին օրերին գրանցված ռազմական վթարները ոչ միայն լրատվական պատճառ են դարձել, այլև ուղիղ ազդում են տարածաշրջանային անվտանգությանը։ Սպահանի կենտրոնական նահանգում տեղի ունեցած ռազմական ուղղաթիռի վթարն ու բռնկումը, որի արդյունքում զոհվել են 2 օդաչու և 2 վաճառական, կրկին ընդգծում է Իրանի օդային անվտանգության խնդիրը։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Համադան նահանգում ռազմական օդանավի կործանումն էլ իր հերթին ցույց տվեց, որ Իրանը ունի զգալի տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ կապված իր ավիացիոն ուժերի պահպանման և արդիականացման հետ։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ երկու միջադեպերը տեղի են ունեցել ուսումնական թռիչքների ժամանակ, սակայն միջազգային փորձագետները կարծում են, որ սա միայն տեխնիկական խնդիր չէ։ Իրանի օդային ուժերի տեխնիկայի մեծ մասը ձեռք է բերվել իսլամական հեղափոխությունից առաջ և ներկայումս գտնվում է հնացած ու վատ պահպանված վիճակում։ Պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարող ձեռք բերել օրիգինալ պայստամասեր և նորագույն տեխնիկա, ինչը խոչընդոտում է արդյունավետ պահպանման աշխատանքներին։ Այս իրավիճակը միայն ներքին խնդիր չէ։ Իրանի ռազմական և օդային տեխնիկական անբավարարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային հարաբերությունների վրա, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-Թեհրան վերջին բանակցությունների ճակատագրական փուլը։ Վերջին շաբաթների ընթացքում 2 խոշոր ռազմական վթար գրանցվեց Իրանում։ Առաջինը Սպահանի դեպքը ուղղաթիռի բախում մրգի շուկայի հետ 4 զոհ, երկրորդը Համադան նահանգում ռազմական օդանավի կործանում 1 զոհ։ Ինչպես արդեն նշեցինք, Իրանի օդային ուժերը տասնամյակների ընթացքում չեն արդիականացվել, իսկ պայստամասերի սահմանափակ հասանելիությունը և տեխնիկական սպասարկման խնդիրը ստեղծել են բարձր ռիսկային միջավայր։ Միջազգային փորձագետները նշում են, որ Իրանն ունի սինդրոմ, հին և հնացած օդային տեխնիկա, որը հաճախ հանգեցնում է վթարների, հատկապես ուսումնական թռիչքների ժամանակ։ Այս խնդիրները բացատրում են, թե ինչու ռազմական վթարները վերջին շաբաթներին կրկնակի շատացան։ Թեև Իրանի պաշտոնական աղբյուրները նշում են, որ միջադեպերը ուսումնական թռիչքի ժամանակ են տեղի ունեցել, իրականում այստեղ կա մի շարք քաղաքական և ռազմական խնդիրներ։ Իրանը շարունակում է բախվել արտաքին ճնշումների հետ, որոնք սահմանափակում են արդիական տեխնիկայի ներմուծումը և ինչպես միշտ ցանկացած փոքրիկ վթար կարող է մեծ ազդեցություն ունենալ անվտանգության վրա։ Հատկանշական է, որ վթարների հետ անմիջապես կապված է նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունները, օրինակ Գերալդ Ֆորդ ավիագրի խափանումները և գոյուղիների շարքից դուրս գալը ստեղծեցին լարվածություն, քանի որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը բերված է 100%-անոց պատրաստվածության աստիճանի։ Ամերիկյան զինուժը Մերձավոր Արևելքում պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսելու համար։ Թրամփի վարչակազմի ռազմավարական հաշվարկները կապված են մի շարք ներքին և արտաքին գործոնների հետ։ ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է ստանա հասարակական աջակցություն, ցույց տալու, որ բանակցությունների հնարավորությունը սպառված է և Իրանը մոտ է միջուկային զենքի ձեռք բերելուն։ Միջազգային փորձագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով Թրամփը կանգնած է դժվար ընտրության առաջ։ Ռազմական գործողությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար և ազդել հանրապետականների վարկանիշի վրա նոյեմբերին սպասվող կոնգրեսի ընտրություններում։ Դեմոկրատները կարող են օգտագործել իրավիճակը իմպիչմենտի օրակարգ առաջ բերելու համար։ Այս փուլում ռազմական գործողության հավանականությունը չի նվազում, սակայն նրա իրականացումը պահանջում է զգույշ հաշվարկներ։ Այսպիսով, Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունենալու առաջիկա օրերին, վճռորոշ է։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական հետաքրքրության կենտրոնում։ Ալի Ալիջանին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, պատրաստում է փաստաթուղթ, որը փոխանցելու է Օման միջնորդությամբ ԱՄՆ-ին։ Այս փաստաթուղթը կարող է որոշիչ լինել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ փուլում, որոշելով թե ռազմական գործողությունների հավանականությունը, թե տարածաշրջանային լարվածության շարունակությունը։ Իրանագետների գնահատմամբ ԱՄՆ-Իրան շփումների արդյունքը որոշիչ կլինի և տարածաշրջանային էներգետիկ և ռազմավարական հավասարակշռության համար։ Իրանի շուրջ լարվածության մեջ ներգրաված են նաև միջազգային այլ դերակատարներ։ Իսրայելը միշտ հանդես է գալիս կոշտ դիրքորոշմամբ, խիստ վերահսկելով Իրանի միջուկային ծրագիրը։ Նրա հետախուզական գործողությունները և ռազմական լծակները կարող են ազդել տարածաշրջանում լարվածության մակարդակի վրա։ Ռուսաստանը Իրանի և տարածաշրջանի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությամբ փորձում է պահպանել ազդեցությունը։ Չինաստանը Իրանի էներգետիկ և տնտեսական նախագծերի միջոցով պաշտպանում է իր շահերը, ինչը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի բալանսը։
Այսպիսով, Իրանի շուրջ իրավիճակը բազմաշերտ է, որտեղ ներքին տեխնիկական խնդիրները տարածաշրջանային եւ միջազգային շահերը խառնվում են իրար, ստեղծելով լարվածություն, որը կարող է ազդել նաեւ Հարավային Կովկասի վրա։ Հարավային Կովկասը որպես տարածաշրջան զգայուն է Մերձավոր Արևելքի ռազմական եւ քաղաքական լարվածության նկատմամբ։ Իրանի շուրջ աճող լարվածությունը կարող է ազդել տարածաշրջանի էներգետիկ գծերի վրա, բարձրացնել ռազմական վտանգների հավանականությունը եւ ստեղծել նոր դիվանագիտական ճնշումներ Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Եթե բանակցությունները ձախողվեն, տարածաշրջանի երկրները ստիպված կլինեն նոր ռազմավարական հաշվարկներ անել, ապահովելու սեփական անվտանգությունը եւ էներգետիկ լոգիստիկան։ Վերջին շաբաթների իրադարձությունները Իրանում, Սպահանի եւ Համանդի նահանգներում գրանցված ռազմական վթարները ոչ միայն կրկին հիշեցրին տարածաշրջանում անվտանգության խոցելիության մասին, այլև առկա ռիսկներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բերեցին դիտողի առջև Մերձավոր Արևելքում գործող ուժերի եւ համաշխարհային դերակատարների ստրատեգիական հաշվարկների բարդ համակարգը, Իրանի օդային ուժերի տեխնիկական խնդիրները, վթարները եւ պահպանման սահմանափակումները ցուցադրում են այն, որ երկրի զինված ուժերը ներկայում չեն կարող ապահովել լիարժեք պաշտպանություն եւ նույնիսկ ուսումնական թռիչքները կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների։ Այս իրավիճակը, որը թվում էր պատահական տեխնիկական միջադեպ է, իրականում խորացված է համաշխարհային քաղաքականության ազդեցությամբ եւ արտաքին ճնշումներով, ինչպիսիք են բաժամիջոցները, միջազգային վերահսկողությունը եւ միջուկային ծրագրի շուրջ առաջացած խիստ լարվածությունը։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների տեսանկյունից այս հանգամանքը դառնում է վճռորոշ, քանի որ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է միանգամից ազդել թե ռազմական գործողությունների հավանականության, թե տարածաշրջանային քաղաքականության վրա։ Թրամփի վարչակազմը կանգնած է բազմաշերտ խնդիրների առաջ՝ ներքին քաղաքականության, հանրային աջակցությունը ապահովելու, Թրամփի վարկանիշը պահպանելու եւ նոյեմբերին սպասվող կոնգրեսի ընտրությունների հնարավոր ազդեցության հաշվարկների ներքո։ Ռազմական գործողության ցանկացած քայլ կարող է բերել լուրջ հետևանքներ։ Այն ոչ միայն կարող է բարձրացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, այլև ազդել ներքին քաղաքական իրավիճակների վրա, ստեղծելով նոր հակասություններ ԱՄՆ-ում եւ ուժեղացնելով քաղաքական բևեռացումը։ Միջազգային փորձագետների եւ իրանագետների կարծիքով Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական լուծումը կապովի միայն այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ կլինեն իրական դիվանագիտական զիջումների։ Օմանի միջնորդությամբ Իրանի կողմից փոխանցվող փաստաթուղթը կարող է լինել վճռորոշ գործոն, որը ուղղակիորեն կապվելու է Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների արդյունքների հետ։ Եթե փաստաթուղթը բավարար չլինի ԱՄՆ պաշտներին, ապա փոքր, սահմանափակ ռազմական գործողությունները կարող են լինել ոչ միայն հնարավոր տարբերակ, այլև անհրաժեշտ միջոց, որպեսզի Թրամփի վարչակազմը ցույց տա, որ բանակցությունները սպառված են։ Վերլուծելով ընթացող գործընթացները, հնարավոր է նշել մի քանի կարևոր եզրակացություններ։ Նախ, Իրանի օդային անվտանգության խնդիրները չեն կարող դիտվել միայն որպես տեխնիկական խնդիրներ։ Դրանք կապված են երկրի ռազմական, տնտեսական եւ քաղաքական համատեքստի հետ։ Երկրորդ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ապագան եւ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների արդյունքը վճռորոշ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև ԱՄՆ ներքին քաղաքականության, հանրապետականների եւ դեմոկրատների հարաբերակցության տեսանկյունից։ Երրորդ, միջազգային դերակատարների Իսրայելի, Ռուսաստանի եւ Չինաստանի դերը շարունակում է մնալ կարևոր եւ որոշիչ գործողությունների ցանկացած փորձի դեպքում։ Այս տեսայնությունում ներկայացված վերլուծությունը նպատակ ունի տրամադրել ամբողջական պատկերացում Մերձավոր Արևելքի ներկայիս լարվածության մասին, Իրանի ռազմական խնդիրների, ԱՄՆ-Թեհրան հարաբերությունների, միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության ազդեցության մասին։ Այն հիմնված է բաց աղբյուրների, միջազգային փորձագետների գնահատականների եւ տրամաբանական վերլուծության վրա։ Այս ամբողջ գործընթացը ընդգծում է, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը, ռազմական հավասարակշռությունը եւ միջազգային քաղաքականության զարգացումները միմյանց հետ խորը կապված են եւ յուրաքանչյուր քայլ, անգամ փոքրիկ, կարող է ունենալ լայնամասշտաբ հետևանքներ։ Այսպիսով, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն արտացոլում է ներկա լարվածությունը, այլև ծառայելու է որպես օրինակ, թե ինչպես տեխնիկական խնդիրները, քաղաքական հաշվարկները եւ միջազգային շահերը կարող են խառնվել իրար, ստեղծելով իրական ռազմավարական մարտահրավերներ։